Սուրբ Հարության տոնը, որը Հայաստանում առավել հայտնի է Զատիկ անվամբ, քրիստոնեական ամենասիրված տոներից է համարվում։ Հայկական մշակույթում խորապես արմատավորված այս տոնը ուղեկցվում է եկեղեցական ծիսակարգերով ու ազգային սովորություններով։ Զատիկին, որպես կանոն, նախորդում է մեծ պահքը 48 օր տևողությամբ։ Պահքի ընթացքում հավատավորները հրաժարվում են մսից ու կատնամթերքից, պատրաստվելով Քրիստոսի Հարության տոնին։ Պահքի վերջին շաբաթը, որն ընդունված է ավագ շաբաթ կոչել, առանձնանում է հատուկ արարողություններով, աղոթքով ու խորհրդանշական ծեսերով։ Առաջին հերթին մենք սննդային պահք պահելով կամավոր կերպով ինքներս մեզ զրկում ենք որոշակի ավելի հաճելի բաներից եւ ցույց տալիս, որ մեզ համար ավելի կարեւոր է հոգեվորը, մեզ համար ավելի կարեւոր է մեր հոգու փրկությունը։ Մարդու մարմինը ժամանակավոր է, սահմանափակվում է այս երկրավոր տարիների մեջ, բայց մարդու հոգին հավիտենական է եւ մեր հայրերը միշտ խորհուրդ են տալիս, որ ավելի շատ հոգ տարեք ձեր հոգու փրկության համար, քան թե ձեր մարմնի համար։ Զատկի տոնակատարությունները սկսվում են շաբաթ երեկոյան Զատկի ճրագալույցի պատարագի ընթացքում։ Այդ գիշերը եկեղեցիներում մատուցվում է Հարության պատարագ, որի ժամանակ էլ ազդարարվում է Քրիստոսի Հարության լուրը։ Հավատացյալները մոմեր են վառում, խորհրդանշելով լույսը, հույսը եւ նոր կյանքը։ Տոնական սեղանների անբաժան մասը կյանքի եւ հարության խորհրդանիշ կարմիր հավկիթներն ու գինին են, որպես կենաց ու օրհնություն։ Մարդիկ շնորհավորում են միմյանց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի խոսքերով, Զատիկին հաջորդում է մեռելոցը, հիշատակի եւ հարգանքի օրը։ Մարդիկ այդ օրը այցելում են իրենց հարազատների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում, աղոթում նրանց հոգիների հանգստության համար։ Եկեղեցական մեծագույն այս հոգևոր խորհրդից մարդիկ երբեմն շեղվում են եւ ավելի շատ երևացող եւ արտաքին միջոցառում չասեմ, բայց ասեմ որոշակի իրողություններ կան, որոնք ավելի առաջ են դասվում, քան հոգևոր մեծ խորհուրդը։ Մեզ համար հոգևոր խորհուրդն է, փրկության խորհուրդն է, մնացյալ արտաքին ժամանակավոր անցողիկ իրողությունները իրապես երկրորդական են։ Հայաստանում Զատկի տոնը հոգևոր վերածննդի, ուրախության ու ընտանեկան համախմբման տոն է։ Այն ազգային ինքնության մի մասն է, որը համատեղում է քրիստոնեական հավատքը եւ հարուստ մշակութային ժառանգությունը։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։